There's not much to do when all I can is thinking about you. Not doing well, don't know where you are, 'cause you're not here. It's been way too long. Ընկերներ, քանի որ ավարտեցի ատամս հետ կապված այդ պրոցեսները, լամբան դրեցին, հիմա եկել եմ իմ ամենասիրելի այգիներից մեկը, անգլիական այգին, սա իմ գիրք կարդալու այգին է այդ ժամանակ և շատ կարևոր բաներն եմ էներգիա վերցնեմ հողից։ Մնացինք իմ ամենասիրած վայրը։ Հոպա։ Գրեթե շաբաթական մեկ անգամ իմ էներգիան վերցնելու համար կատարվում է, կատարվում է այս էներգիա հավաքելու պրոցեսը ինձ մոտ։ Իրականում թե մենք ինչքան ենք կապված մեր հողի հետ, կանաչի հետ, գրեթե շատերս չենք պատկերացնում և մեկ անգամ կարող եք այս պրակտիկան անել ու կտեսնեք, թե ինչ հետաքրքիր կերպով է ձեր էներգիան ու էներգետիկան հետ վերադառնում, թե ինչ կերպով եք հանգստանում։ Հենց այնպես չէ, որ ասում են, երբ որ հողի հետ աշխատանք ես իրականացնում, սկսում ես հանգստանալ յուրահատուկ կերպով։ Դա իսկապես այդպես է, կարող եք փորձել ու կտեսնեք, որ աշխատում է։ Ընկերներ, շաբաթ առավոտ է, ուրեմն ինչ ենք այսօր միասին անելու։ Հիմա սուրճ կխմենք, ընդհանուր կգցեմ փոքր այսպես ատրևոտներ, որոնք մինչև այս նկարել էի դրա հետ, բայց հիմա սուրճ կխմենք, այստեղ շորերը լվացվում, այս շորերը հետո պարանի կկախենք և միասին կդնենք կապան գնալու մեսրոպի հագուստը և ոչ միայն մեսրոպի, նաև իմը ու բան կանենք, միասին կտեսավորենք, վաղը գնում եմ կապան մի քանի օրով, կարծում եմ 4-5 օրով, այդպես շատ չէ, որովհետև չեմ կարող շատ, գնում եմ կապան և բնականաբար լինելու այնտեղից վլոգներ ավելի հետաքրքիր և ավելի այսպես ամառային հանգստին մոտիկ։ Երկինքը սուրճիս մեջ։ Ոնց եմ սիրում առավոտյան 7-ը և 8-ը, դա իմ ամենասիրելի ժամերից մեկն է, որ արթնանում եմ, առավել ևս երբ որ տանն եմ լինում, արդեն պատկերացնում եմ, որ կապանում մեսրոպը միևնույնն է վաղը արթնանում, այնպես չի էլի, որ շատ երկար է քնում, վաղը արթնանում ու պատկերացնում եմ արդեն առավոտյան այնտեղ սուրճ խմելը ու այստեղ էլ այդպես, այս հատվածը շատ սիրում եմ։ Մի անգամ վլոգում ասել եմ, որ ես երրորդ մասի բոլոր անկյունները սիրում եմ, Բանգլադեշն էլ եմ սիրում շատ իդեպ, Կինոհայաստանի հարավից տարածքը, Կինոհայաստանից մի քիչ ներքև, այսինքն Սվաճանի կողմը, դեպի Սիթիի հետևի հատվածները, շատ հարմար է, շատ ապրելու համար շատ հարմար է որպես տարածք և խանութների առումով, և բանկերի առումով, և դեղատների առումով, և աշխուժության առումով, երեխայի համար պաղպաղակ կտրել եմ այսքանը, որ մեսրոպը հանկարծ չգա տեսնի, որ պաղպաղակ եմ ուտում, որովհետև այս պահին նախաճաշում է ինքը, ձու է ուտում, թեյ է խմում ու չեմ ուզում, որ հանկարծ պաղպաղակը տեսնի, ուզի, դրա համար
փոքր կտրել եմ։ Անում նստել էի, որ սուրճում եմ, խմել եւ վայելել այս գեղեցկությունը ու որոշակի չափով լրությունը, բայց պատահում պես դպրոցի հենց այս դպրոցի մուտքը մեր տնտանից երևում է վիդեո տեսած կլինեք։ Ու այդտեղ մի մարդ էր կանգնած, այնքան նման էր պապիկիս հետևի հատվածում, պապիկիս շորի այդ ինչ էին ասում, բիզրուկավկայից էր հագել գրպանչիկներով։ Ու այս հերվից այնքան նման էր հերվից պապիկիս, ոնց որ պապիկս լիներ։ Մի քիչ դրանով հուզվեցի։ Ու պատական նկատեցի, ինքս հենց մեջ կանց էր կանգնած, անթաց շարժում էր այնտեղ մեկը, բայց որ խոսում էի չի նկատում, որ թեքվեցի, արդեն նկատեցի եւ այնտեղի պահակները։ Ուրեմն ընկերներ, քանի որ ես ինչքան օր է փնտրտուքների մեջ եմ, թե այս մոծակների դեմ ոնց կարելի է պայքարել, որովհետև Մեսրոպի ոտքերի վրա ուղղակի էլ չգիտեմ, ողջ տեղ այսպես ասած չի մնացել, խեղճ երեխուց ոտերը այնքան են գծել, որ քիչերիկ որ արդեն հները շատ դժվար է լավանում, պլյուս պանտենոլն էլ արդեն չի օգնում լավացնելու այս process-ի մեջ։ Դրանից բացի նաև գծել են նոր հատվածներ, ու այս վերջերս չկար, ես ինձ էլ թվում էր իմ մեթոդները աշխատել են դրա համար չկար, բայց կարծում եմ ուղղակի այդ ընթացքում կոնդիցիոները գիշերը մի բան միացում էի, անջատում էի, որտեղ չէի օգտագործում ինչև այս, այդ երկու օրը դրա համար չկար, պատուհանը փակեր, բալկոնի դուռը փակեր, կոնդիցիոներն էի միացնում, դե ուշ էի գալիս ու միացնում էի ու ավտոմատ երևի չէին մտնում դու, բայց քանի որ ես մաքուր օդի կողմնակից եմ, ես գրեթե ամեն գիշեր մեր պատուհանը բացում եմ, դռները փակում եմ ամեն տեղի, որ ինքը ոնց որ օդափոխություն լինի, ամեն մի սենյակ իրանով, այս մի սենյակ իրանով օդափոխվի, խոհանոցն էլ բալկոնչիկի դռնով ու փաստորեն երեք չանցած օրվան որ գծել են Մեսրոպին, դա մոծակ չի եղել, որովհետև երբ որ լույսը միացրեցի ֆոնարիկը, հա, որ ես արդեն տեսնեմ որ հատվածում, որտեղ Մեսրոպը շատ անհանգիստ շարժումներ անում, ես դրանից միանգամից նկատում եմ, որ Մեսրոպին հաստատ այդ պահին գծում են։ Եվ բանը, լույսը միացրեցինք, փոքրիկ այսպես թռնող թևերը երևում է, այն սևերից չէ, կարիչ նվիավուն ինչ որ գույն ուներ։ Որովհետև ինքը երբ որ գծեց Մեսրոպի հատվածից, գծածը երևում էր ժողովուրդ ամբողջ այս հատվածը կազմրել էր ամբողջությամբ, ես չգիտեմ դա մոծակ էր թե մոծակի ինչ տեսակ է, ատում եմ ուղղակի մոծակներին, տանել չեմ կարողանում իրենց ձայնը գիշերը, որ հանկարծ վատամամ լսում եմ։ Ու վատը նա որ ես եւ Մեսրոպի իրար կողքին ենք լինում, բայց ինձ չեն գծում ընդհանրապես, միայն երեխաս են գծում։ Երանի գոնե ինձ գծեին իրա տեղը, որովհետև ամեն դեպքում մենք մեծ ենք կարողանում ենք, հա, ինչ որ մեթոդներ կիրառել այս կոմենտում, իսկ երեխայինը չես կարողանում։ Եվ լայֆհակ տեսա, բերեցի նանան դրեցի, չորացրած նանա դրեցի, լավրովի այդ լիստը դրեցի, հետո թարմ նանա բերեցի, նանան շարեցի անկողնու կողքերը, արդեն այս ընթացքում 3 անգամ անկողին եմ փոխել, որովհետև չեմ կարողանում, եթե անկողնուն ուրիշ բան գտնում, այդպես մնամ եւ 3 էլ փոխեցի անկողինը ու այդ լայֆհակից արեցի վանիլինը, փոշի սորական վանիլինի լցրեցի շշի մեջ, ջուր լցրեցի, խառնեցի, այսպես պծիկով ինչ որ մի ամանի մեջ, որ դուք ունեք, հա, լցրեցի եւ փչեցի անկյուններում դարձի։ Ես էլ շատ սիրում եմ վանիլինի հոտի մոծանելիքները, հիմնական այդ հոտային գամաների վրա են լինում ու փչեցի տան անկյուններով։ Շատ լավ հոտ էր գալիս, մաքրություններ էի արել, հատակն էի լվացել, ընդհանուր անկողինները ամբողջը հանել էի, փոշի եւ այլն ու ամբողջ այդ տնից այդ հաճելի հոտը գալիս է ինձ համար հաճելի, մարդը վանիլինի հոտը չի սիրում, կարող է իր համար տհաճ լինի, ծանր լինի ու իսկապես գիշերը մոծակներ չկար, չգիտեմ հիմա պատահականության սկզբունքով էր թե իսկապես այդ լայֆհակը աշխատում է, պետք է հիմա նորից փորձեմ, դեպետ լավ այսքանի օր որ գնանք կապանում չկա էլի այդ տանը ընդհանրապես մոծակներ, տառապաններ, չգիտեմ, սարդեր հազվադեպ եմ տեսել, բանը
կարծում եմ այնտեղ որոշակի չափով երեխայիս մարմինը գոնե ուշքի կգա, որովհետև այնտեղ լողավազաններ եմ ուզում կանել, մի փոքր արևայրուքն էլ իստում ակոքնի, որովհետև շատ դժվարությամբ է անցնում այս րոպե այդ վերքերը, նախ ինքը քորում է, հետո վերք է դառնում, հետո այդ վերքը պոկում է ու չի ստացվում, էլի չանի, ամեն դեպքում երեխա, ինչքան էլ պանտենորը անում եմ, արդեն բորոպլյուս, այդ կանաչներից բորոպլյուսը, արդեն դա էլ եմ սկսել օգտագործել, որովհետև էլ չգիտեմ ինչ միջոց կարելի է օգտագործել, որ երեխան այդ քորից ուղղակի իսկապես չէր քնում, այդ ամբողջ մի ժամը մեծ րոպե անընդհատ իր ձեռքերը քորում էր, ոտերը քորում էր, որովհետև ձեռքերը եւ ոտքերը ամբողջությամբ տարբեր հատվածներից գծել էին։ Ու չգիտեմ, մեկն է գծում այդ ամբողջ տեղերը, թե մի քանի մոծակներ են գծում, ես չեմ կարողանում հասկանալ այդ ընթացքը։ Այս տան ամենավատ կողմերից մեկը տառականներին սովորեցի, բայց այդ մոծակներին չեմ կարողանում սովորել, թեպետ իրենց գործը անում են էլ ինչքան էլ չսովորեմ։ Վերցրեցինք, փաստաթղթերը ստեյքից, որ պետք է վերցնենք, մի հատ իջնենք այդ փոքրիկների համար տեսնեմ ինչ վերցնեմ, ինչ որ հարմար բան եմ ուզում վերցնել, ուղղակի նվեր, ուզում որ դատարկ ձեռքով չգնամ, էլի ոյ չէի նկատել, որ իջել նկարում ճանապարհ ենք անցնում։ Եվ արդեն գնամ տուն, ժամը 4-ին պետք է մեքենան գա, որոշեցի խորացել գնամ, ոչ թե բաղը որ չկորցնեմ, էլի։ Եվ արդեն կնկարեմ ընթացքում։ Papai? Dorme com papai pode? There's not much to do when all I can is thinking about you. Not doing well, don't know where you are, 'cause you're not here. It's been way too long. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you're safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. We talk on the phone every night. Love to hear your voice. Not sleeping well. And I know that you're right, but you should know it. You've been gone for way too long now. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you're safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. Even if you're gone, I won't forget you.